Ալի մեկ լավ մոմենտ դնեմ մամունաների երկապը։ Հրգել էի, լսել էի։ Նեմա ջիաբե, հարազատ բան ես գմիշվա։ Ասենք են վայրի ցեղերի որ ինչ-որ գեյշան ծանոթ է էլի։ Ոնց որ հարազատ բան լի մեջը։ Կամ աներ Սրանց երաժշտություններն էլ արա, ես ինչ։ Բաջանաղի տղան է։ Land Cruiser-ով։ Բայց գեյշ վայրի ցեղեր կա վիդեոներ նայում ես էլ այդ ինչա։ Դեռի վայրի, ասենք եսին ինչեր է կդրել է ինչ-որ բանի մեջ երրաստում է դա անհասկանալի sense արնաջրախառը ինչ-որ sense։ Դու տեսել ես որ դեմքին բանին ինչ-որ sense սպիերով մարտիկ բան, տոլի մարմնի վրա sense սպիերով։ Գծով արած չէ, հատուկ ինչ-որ։ Հա։ Այդ աֆրիկական ցեղերի էլի բան։ Հա։ Գլուխ չեմ անում դրա տրամաբանությունը կամ իմաստները, դե ամեն մեկը իր աստծո թեմա է, էլի էդի չէ, երևի ավելի շատ ախպեր։ Արա բավար կոլա մոլա են տալիս, նրանց ասում են։ Ուղղակի տալիս է ձերը կոլայի շիշ, ասենք բռնում ատամով ծաղկում ա այդ կոլայի շիշը։ Հա։ Ու դու խոսքի ջոգում ես իրանց կյանքի բանը, էլի, կյանքի հունը, նկատի ունեմ իրանք իրերին, դեպքերին ոնց են վերաբերվում ու մենք ոնց ենք վերաբերվում, էլի ախպեր։ Իրանց պատրաստ լինելը կյանքի նկատմամբ, օրինակ, հա, ու մեր պատրաստ լինելը ախպեր։ Բաբաներ ապե հաջողությունները կյանքի։ Ասում եմ կյանքում ես 4 հատիկ մորի եմ գերը 5 հատ 8-ը ես twin դեմք եմ խոսքի ես եւ բան։ Արածում է ջանարա։ Կիլոյով մորին ուտում ես։ Ապա ինչ է հաջողությունը, ապա։ Հաջողությունը։ Հա։ Օրա ես իմ ինգես։ Քո համար ինչ է հաջողությունը։ Ինչ է հաջողությունը, որ ասեք սախ տոշնի լինի, էլի բռածած։ Քո ականջի կեղծ չի հնչում այդ success թեմաները, ասեմ այդ աշիկ ունենաս։ Հա։ Չէ, մի տեսակ, արա, աչեն որ ինձ ոնց ահա որ կեղծ է ինձ թվում, բայց հələ պատմի success։ Ինչ ասել է success, Սարգիս։ Կամ խոսքի այդ Andrew Tate բանը, այտենց որ success-ներից խոսում են, չէ՞ ինչ որ։ Հա։ Այդ է լավ։ Այնքան կեղծ է թվում ապեր։ Գիտես ինչն է ինձ կեղծ թվում այդ ամեն ինչի մեջ, որ կախված դրանից թե ոնց այդի ներկայացվում, այսինքն եթե ներկայացվում է այն որ պետք շնորհակալ ենք։ Ընտրեմ ախպեր ջան, որ ներկայացվում է այդ ինձ որ պետք է գիտես ինչ, պետք է բան լնես, կռվես, բանես, Բուգատիներ ունենաս։ Ինչեր ունենաս։ Բուգատիներ էլ։ Հա, էլի։ Ապա դրա նկատմամբ պետք է ցանկություն նախ եւ առաջ ունենաս։ Էդի գիտես ինչի հետ կհայմատեմ, օրինակ նայի կռվողները, հենց մեկը տենց բան UFC կռվողները, բան։ Անդեղը տենց խոսք կա, չէ, ասում է պետք է դու սոված լնես, որ եթե սովը թագեցավ կռվի մեջ, որ հելնես մեկին տփես ծեծես։ Ուրեմն հավանաբար է, եթե դու մինչև այդ շատ լավ ցուցանիշներ էլ տված լինես, մեծ հավանականությամբ կհելնես ու կպարտվես։ Հիմա այդ ծարավը պետք է լինի նաև ունենալու նկատմամբ։ Եթե խոսքի դիտարկումը տանում ենք, պունկտը տանում ենք նրա վրա, որ success-ը խոսքի ունենալու հետ է համակցվում։ Ապա ես ծարավ չեմ ունենալու ընկեր։ Խոսքի ես մտածում եմ ունենամ ինչքան ունենամ ու ինչի համար։ Ես գիտեմ, որ կամ մի հատ շեմ, օրինակ այսքան ունենալը ինձ կօգնի, որ ես ազատություն ունենամ, ու ազատությունը դա նշանակում է խոսքի, ես ճանապարհորդ եմ, ես ստեղծագործ եմ, ես իմ ապագա ընտանիքի հետ լինեմ, իմ ժամանակը կոնկրետ տամ այն ամեն ինչին, ինչի իմ համար ամենակարևորն է, իմ ընկերությանը, ու այն ամեն ինչի մեջ ես սեր ունեմ։ Բայց եթե ես պետք է օրինակ հարուստ լինեմ ոնց որ Քրիստիանո Ռոնալդոն ախպեր, որ խոսքի ինքը հելնի ինչ որ մի հատ քաղաք դաժե չկարենա ոտով հելնի քայլի, կամ այնքան անուն ունենաս, որ ես իմ կամ այդ տիպի հարուստ, կամ էլ այն տիպի հարուստ, որ քեզ չսիրեն։ Հա։
ես դրա մեջ բացարձակ իմաստ չեմ տենում, այսինքն դու գնացիր խոսքի բան արեցիր, դու գնացիր ճանապարհորդեցիր, գնացիր ծովի ափում պարկեցիր, վայելեցիր, օքեյ, ախպեր, դու յախտի վրա չվայելեցիր։ Բայց եթե դու ուզում ես յախտի վրա վայելեիր, ուրեմն դու այդտեղ հաստատ ժերտվա պետք է տայր մի հատ մեծ բան, օրինակ դու պետք է լինես շատ հայտնի։ Կուզեիր, արդյոք կուզեիր, չէի ուզի։ Ու երբ որ ես էդի դնում եմ նժարին, ես հասկանում որ չէի ուզի, ախպեր, ես կուզեի ուղղակի ազատ լինեի։ Փողը իմ համար այնքան այն ամենաչնչին բանն է, որ ինձ կտա այդ ազատությունը, որ կասեմ կայֆ, всё, ախպեր, էլ ինձ ուրիշ բան պետք չի ճոգում ես։ Կոմոդ ոնց է դա։ Օրինակ ինչքան ես դու ձգտում կամ ձգտում ես արդյոք չես ձգտում։ Ձգտում եմ, թե չեմ ձգտում։ Ապա մի հատ բան կար է։ Իմ ամենասիրած գիրքը Մարկուս Աուրելիուսի Meditations-ը։ Ապա չկա դրա նման գիրք։ Կարդում եմ, ապա շատ լավն է։ Շատ խորհուրդ եմ տալի, կարդացեք։ Կարդացեք։ Շատ լավ։ Ապա ֆանտաստիկ լավ գիրք է։ Դե իհարկե թարգմանությունից էլ է կախված եւ այլն։ Դե հա։ Բայց այն ինչ որ ես եմ կարդացել, փառա եղա, ասենք։ Ոնդը մի հատ տենց անընդհատ տենց դե իհարկե նոթեր է ինքը իրան գրած բաներ է, ինքը իրան ամեն օր տենց ինչ որ նոթեր է գրել, ամեն օր չասեմ հաճախակի։ Հա։ Ոնդը մի հատ տենց միտք կա կրկնվող, դե քանի որ դու քեզի նոթեր ես գրում, հաստատ լիքը կրկնվող մտքեր է գնում, էլի։ Այդ մտքերից մեկը այն է, որ ոնց որ փառքը եւ այլն է անիմաստ է։ Ասում եմ, գցենք դու բան ամենահարուստ մարդն ես աշխարհի։ Կամ ունես, չգիտեմ, անսահման ինչ-որ հարստություն եւ այլն, կամ հաջողություն չագերտա, որ ասենք, եթե գիտնական ես, ունես ամենաշատ բան, ցիտատները, paper-ները, խոսքի, չգիտեմ, ինքը։ Ասենք մեռար գնացիր, ընկեր։ Քո անունը մաքսիմում պահպանվելու է մի քանի սերունդների մոտ։ Ասենք հիմա ամենահին մարդը, որ մենք հիշում ենք, ով է խոսքի։ Ճոգում ես։ Սենց հարցեր կա, ասենք գիտության մեջ չգիտեմ, Նյուտոնին են հիշում որպես գիտնական, ասենք հին էլում են հիշում, կարող է ինչ-որ լեգենդների հերոսների են հիշում եւ այլն։ Արքիմեդ, Գալիլեո, բան սիստեմա։ Սենց ինչ-որ անուններ, հա, բայց ասենք Արքիմեդի անունը ես հիմա եթե տալիս եմ, կամ Արքիմեդի, ասենք գլուխը դոշի ստատու անեմ, Արքիմեդի վերարտադրողական համակարգին չի էդի ջոգում, ինքը մերը գնացել է այս աշխարհից ընկեր։ Արքիմեդին ինչ դրանից։ Ոչ մի դեպի օգուտ չկա իրան դրանից ընկեր։ Ու իր արգումենտացիան այն է, որ դու ապրի այսօր, ապրի այս պահին, ապրի քո բնույթին համաձայն, քան թե ինչ-որ սենց ասա ես փառք անեմ, դառնամ, չգիտեմ, անմոռանալի ինչ-որ անձնավորություն, որտեվ հա, օքեյ, ինչ-որ դեմքեր եղել են, որ անունները, ասենք, չգիտեմ, ինչ-որ 100 տարիների ընթացքում կամ 20-30 սերունդների ընթացքում պահպանվել է, բայց մեծ մասի այդ հայտնիների անունները սկետը չի, ասենք չգիտեմ, օրինակի համար կարող է խոսքի Մանթաշով, հա, ասենք Մանթաշովն է գալի մտքից։ Ասենք հայերին երևի հայտնի է, բայց ադրբեջանցիներին մաքսիմում, վրացիներին, հետ խորհրդային երկրներին է մաքսիմում հայտնի, հարուստ է եղել։ Բայց ասենք Պարսկաստանում ասես Մանթաշով ոչ մեկ չգիտի, մնացած աշխարհի մասին չեմ խոսում։ Հա։ Դու ես այսքան եթե դու նույնիսկ legacy ես սարքում, հա, ոնց որ անուն ես սարքում, ինչ-որ brand ես սարքում քո վրով, դա փոշիանալու է, մի քանի սերունդ հետո փոշիանալու է անգեր։ Ասենք մեր երեխեքի հիմա չգիտեմ, մեր ջայլ սերունդը կարող է Մանթաշովի մասին չգիտեն ասկի, եթե արձան չի դրվում, սկի հաստատ չեն հիշում։ Գիտես ըստեղի դիտարկու, ըստեղ այս բանի կետի վրա դիտարկումս որն է, որ մարդ արարած ինչքան հետարքիր է, որ ինքը չգիտի, հետո այսինքն ինքը չգիտի հետո ինչա ինքը լինելու, իր հետ ինչա լինելու, այս ֆիզիկական աշխարհից հետո էլի։ Բայց ինքը ձգտում է, որ այստեղ ինքը մնա, թողի։ Ջոգում ես։ Արա, абսուրդ է դա, արա չես ասում ես ընկեր, լավ, Էլոն Մասկ, օրինակի համար, նախորդ թեմայից դու գրագետ կարդացեք։ Խոսքի հաթռան Մարս ընկեր, արա դու ստից վերանալու ես այդ աս խոսքի, քո անունը որ մնաց, դու հանդերձալ կյանքում հոդունդեից չես տենալու, ասես, արա տես անունս խոսքի տալիս են։ Չոգում ես ինչ է։ Բայց նայ, արդարության համար արի ասենք, որ
ասենք առնվազն հայերի մոտ, չգիտեմ, մյուսների մոտ չեմ լսել, հայերի մոտ տենց մի հատ մոմենտ կա, որ ասում է քանի դեռ ոնց որ քեզ հիշում են, գցենք դու մեռել ես, քանի քեզ հիշում են, դու կաս։ Ճիշտ։ Ու sense մածս մոմենտ է հիշում, իմ համար դու կաս։ Հա։ Ով որ դեռ աշխարհի բայց դու մեռար գնացիր, ասենք դու մաքսիմում քո երեխուն պատմես, որ sense մարդ կար։ Հա։ Ինքը իր երեխուն մաքսիմում ասենք նշмарի այդ մարդու մասին թե չէ։ Հա։ Всё, փոշյան, այդ որ ասում են փոշյանում, մի քանի սերունդ հետո քո ինֆորմացիան այդ անգեր։ Կողմ գնում է բարձ։ Անկամ դա անունը չեն հիշել, ասենք կարող է կերպարը հիշեն, մի երկու նախադասության մեջ Գեղամա, չգիտեմ, բաներ, տորքան գեղա, ասենք, քարեր էր վեկալում, շպրտում են նավերի վրա։ Հա։ Բարձ։ Այդքան բան ապե, ով էլ ինչ գիտի, ասենք, տորքան գեղի մասին։ Հա, կամ այդ թագավորները, կամ, չգիտեմ, ինչ ուզում ես խոսքի ասա, դաժե եգիպտական փարավոնները, որ բուրգեր են սարքել, դամբարաններ, որ իրանք մնան, չհոգում ես։ Այսինքն իրանք դամբարան են սարքել, որ իրանք իրանք ֆիզիկական մարմինը թողեն այդտեղ կարծելով, որ իրանք կմնան դրանով, բայց մարդը, աշխարհիկ մարդը, հավատացել է։ Քանի դեռ իր գոյությունը կա, դաժե ոսկորները իրական, էդի ուրեմն всё ընկեր խոսքի, ուրեմն ինքը ներկա է այդտեղ, հասկանում ես դու։ Վախու պատիվաներ շնչում։ Հա, վախու պատիվաներ շնչում։ Էդ էլ է, էլի փիս բան։ Այնինչ խոսքի այդտեղ չկա էլ, որևէ մեկը գոյություն չունի այդտեղ, այդ մարդը էլ ոչ էություն ունի, ոչ հոգի այդ մարդու, որևէ բան չկա անգեր, աշխատանք գոյություն չունի, կյանք գոյություն չունի, բայց մարդիկ էլի կխոնարհվեն, ասեն գիտես ինչ, հա, ասենց անենց է բան։ Որը բայց այդ կետերի վրա որ գալիս ես, այս աբսուրդներին հանգում ես, թե մարդը ինչերի է հավատում։ Ճոգում ես։ Ու այդի այսի շատ լավ ես բան անում, խորանում, բայց այս մոմենտ կասեմ նոր Չես իրով ասա բավանց։ Կողից ինֆո։ Բանի, նա այդ որ անունները մնում է, չէ, ինչ-որ մարդկանց։ Անգլերենով legacy են դրան ասում, չգիտեմ, հայերենով երևի կարելի ասել անուն, պատիվ, հա, փառք, սենց ինչ-որ բաներ էլի։ Հա, էլի ինչ-որ այդպես բան։ Ու ջոգում ես, չէ, թույնա։ Ու ջոգում ես, որ ասենք մեր օրերում ցանկացած մարդ, որ ապրում է, Էդի իր մտքի մեջ ունենում է, ասում է, բա իմ անունը, բա իմ պատիվ արա։ Ճիշտ ես ասում։ Բա ես գյուղի մեջ, բա ոնց sense չլինի, բա գյուղի մեջ ասեն իմ աղջիկը sense արա։ Բա վայտի ոնց կեղի։ Այդ կեղի, այդ sense չեղի ախպեր։ Բայց մեռնելու ես գնաց ընկերով, ասենք ոչ մեկ չի հիշում, ոչ քո գյուղը, ոչ քեզ, մի քանի սերունդ հետո իհարկե։ Բայց տես այդ մոմենտը, որ մարդիկ ինչ տիպ են վախենում, Անվան համար, ոնց որ զավասկո մարդկանց համար այդ անունը համարում է գոլը լինի, լավ անուն թողել, կամ լավ պատիվ ունենալ, կամ լավ legacy սարքել, հա? Հա, ճիշտ ես ասում։ Էդ էլ ոնց որ դառածը լինի բանը, ոնց որ այդ անունը ու սենց կողքից ոնց որ զուգահեռվում է փողը, ու մարդիկ ոնց որ են դիտարկումը ունեն, որ Եթե փողը կա, դե փողով հիմա ամեն ինչ էլ շինվում է, ու եթե փող կա, այդ անունդ կարաս խոսքի դու կեղծ շինես։ Ինչքան էլ դու կարծում ես, դու գիտես, որ կեղծ է, մարդիկ էլ գիտեն, որ կեղծ է։ Արա, բայց այդ սրիկա փողը շինում է, ախպեր։ Հա։ Փողը շինում է էդի։ Ու ես օրինակ բանը, ես ինչ ասեմ, այն որ ես խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր որ Եթե անգամ բան են, եթե անգամ հակում ունեն անուն թողելու, իրանք այդ անունը թողում են առանց այդ փողի։ Անուն թողելը ինքը էգոիզմ է։ Արի Ռոբին Հուդը էլի ասենք։ Հա, միանշանակ էգոիզմ է։ Այսինքն եթե անունը մնում է, բայց ինքը արդյունք է քո արածի, ուրեմն հարգեցի քեզ։ Այսինքն անունդ մնացել է քո արած գործի շնորհիվ, ոչ թե զուտ քո անունը։ Հա, ու դու չես մտածել, ու դու չես բան արել, չես ցանկացել, որ քո անունը մնա, դա չի եղել քո առաջի գոլը։ Քո առաջի գոլը եղել է խոսքի ստեղծագործել, օրինակ է Թումանյան եղբայր, օրինակ, հա։ Թումանյանն ու ասենք Թոմի Հիլֆիգերը։ Հա, ասենք անունա, բայց ասում ես Թոմի Հիլֆիգերը, ինչ որ մարդ է, բայց ով է։ Աշխարհը գիտի Թոմի Հիլֆիգերը, օքեյ, բայց սա ինչ։ Հա, ճիշտ ես ասում։ Հա, ինչ հետո, հա։ Իսկ Թումանյան խոսքի մարգար է։ Մարգարեի հավասար մարդ է ինքը իմ համար։
ու խոսքես վստահ եմ, նմանատիպ մարդիկ, նմանատիպ տիեզերքին մոտ կանգնած մարդիկ իրանք երբ որ ինչ-որ մի բան են ստեղծում, իրանք չեն մտածում ստեղծեմ, հեսա փառքը գա ինձ տանի, որովհետև այտենց մարդիկ եկել են արդեն դատարկությանը, այտենց մարդկանց հետ, այտենց մարդկանց համար փառքը 0 է։ Իսկ այն մարդիկ, որոնք որ կարծում են, որ առաջի թեման իրանց համար բանն է, որ գան փառքին, այտենց մարդիկ նաև գնում են փողի։ Այո։ Հա, որովհետև իրանք ասում են ախպեր, ես փողը կունենամ, փառքս կա ու կա։ Դրա համար հիմա այնքան շինծու է դարել ամեն ինչ, որ դու տեսնում ես փող կա, ու անգամ դու տեսնում ես միջավայրում մարդկանց, որոնք որ հարգվում են դրա համար, փող ունեն։ Հա։ Ու դու տեսնում ես այն մարդկանց, որոնք որ հարգում են այն մարդկանց, որոնք որ փող ունեն։ Այո։ Արա ասում ես ախպեր, օքեյ, ես չեմ ճանաչում այդ մարդկանց, որոնք որ փող ունեն, ես ոչ հարգում եմ, ոչ չեմ հարգում, նեյտրալ եմ։ Բայց դուք խի եք հարգում, եթե դուք այդ մարդուն չեք ճանաչում։ Հասկանում ես։ Գիտես, ինձ թվում է խի, նայ, որտեվ ասենք այդ հայտնի մարդկանց սպասավորների մասին էլա մնում չէ պատմության մեջ։ Խոսքի ասենք Ալեքսանդր Մակեդոնացու բանը, չգիտեմ, աչ ձերը, օրինակ, խոսքի հայ է եղել, ասենք սենց ապուշ ինֆորմացիաներ, չէ։ Հա։ Կամ չգիտեմ, հռոմեական ինչ-որ կայսր մի հատ մարդ ուներ իր գայի հետևը, որ ժամանակ առ ժամանակ իրան ասում էր, որ դու ընդամենը մարդ ես, դու աստված, դու ընդամենը մարդ ես։ Ճիշտ է։ Ճոգում ես, այս ձգտումն է անգիր, ոնց որ գիտեն, որ մեկը անունա թողելու, որտեվ հարուստ է։ Չնայած էդի ոնց որ անհրաժեշտ ու բավարար պայման չի էլի, որտեվ ասենք կարող է փող ունես, բայց անունը չես թողնի, ասենք անուններ չտան, բայց ուղղակի մեծ արուստ ես, դեբիլ մեծ արուստ ես, որ դրան հասել ես ինչ որ անհասկանալի բաներով, հա, գոլերով։ Դու ինչ որ արժեք չես ստեղծել, որ հասել ես դրան։ Ասում եմ ես իրա կողը լինեմ, ես իրա թույն սպասավորը լինեմ, ոնց որ իմ լեգասին է մնալ, իմ անունն է մնալ, ես է պատմության դրա, ասեն որ ինքը բան սենց մատ մարդ կար ընկեր սենց սև գլխարկով ֆռում էր մեծ արուստ էր ինքը, բան սենց բեղերով, բայց կողնը միշտ մի հատ տղա ուներ ընկեր, այդ տղան սպիտակ սարուշկով բան։ Ու սենց մատ լեգենդ է գնում ընկեր, խարույկի կողը նստած մարդիկ մատ սենց բուլշիտ լեգենդ են պատմում։ Ու գնաց ընկեր, խոսքի այդ բան, այդ խարույկով տղան միշտ իր զենքերներ, ասենք մոտը պահում, խոսքի չամադան ուներ, միշտ մի հատ կաշվից դրա մեջ զենքերներ իր, խոսքի։ Всё, ու ինքը մտավ արդեն լեգենդի մեջ, էլի, պատմության գիրկը բրց։ Ու դրա համար ասենք հարգում է ու սկսում է բանով, ասենք տենց օճառներով բան անել, էլի, խորանալ ինչ-որ տեղեր, որ մնա։ Ու գիտես հետարքիրը որն է, որ այդ քո ասած այդ legacy-ին փառքը բան, այդ ձգտումը, որը մարդու ամենախորին հիմքում դրած է եղել, էլի խոսքի։ Տես Բաբելոնում ընկեր աշտարակ են սարքել, որ հասնեն աստվածներին, չէ։ Կինո։ Հա, կինո ախպեր։ Դզեց։ Այսինքն մարդը ստեղ ինքը ուզում է անուն թողի, որովհետև անուն թողելը դա աստվածային երևույթ է ախպեր։ Դա նշանակում է, որ երբ որ անունը մնաց, քեզնից հետո հələ քո առաջ խոնարհվում է։ Հա։ Հասկանում ես։ Ու դու հասկանում ես, դու գալիս ես նրան, որ արա, այսինքն դա չի բաներ կան, որոնք որ չի փոխվում։ Էվոլյուցիա չի ապրում։ Այո։ Մարդը ոնց մնացել էր Անաս։ Մարդը ոնց էսի կդրելու է։ Մարդը ոնց մնացել էր Աստծուն ձգտող, այսինքն ոչ թե Աստծուն հասնող, որ Աստծու անունը ինքն էլ ունենա։ Հա։ Այտենց էլ մինչև այսօր է դա ախպեր։ Հա։ Հա բաներ է փոխվել, այսօր խոսքի միկրովալնովկա կա, այն վաղ չկար, կամ չգիտեմ, հեծանիվ կա, թնդանոթ կա, բասես բաներ։ Արա բայց մեկ այդ թնդանոթն էլ որ կա, մեկը կա նրա համար, որ ցույց տաս, որ ես քեզնից ուժեղ եմ, ու իմ անունը ավելի երկար է մնալու, քան քրոնը ախպեր։ Ճոգում ես։ Արա հա, ասա։ Կներես, կամ այդ միկրովալնովկա ստեղծողը, ճիշտ է խոսքի գիտության մեջ ես իշտ եմ հարգում։ Գիտության մեջ լիքը մարդիկ կան անձնվեր, որոնք որ հակված են մի բան ստեղծելու, որ օգտակար լինեն աշխարհի, իրանց համար ոնց որ սկզբում նշեցի գոլը այն չի, որ իրանք պատմություն ստեղծեն ու ասեն իմ անունը մնաց այստեղ։
այ գիտության մեջ ես էդ եմ սիրում, բայց օրինակ պոլիտիկայի մեջ չկա նման բան, պոլիտիկայի մեջ ամեն ինչ փառք է, ամեն բան է փառք, ու դու տեսնում ես նույն մարդուն, ով խոսքի դիրք ունենալուց առաջ սենց էր խոսում, արա մեկ էլ գալիս է տենում ես իր քայլերը, ասում ես ընկեր, ես ինչ կատարվավ էլի հասկանում եմ։ Չէր եղավ քե։ Հա։ Քներես ասա։ Այդ բաները հին տես Բաբելոն խփիր, իմ սիրած թեմանին ապես միշտ սիրում եմ, ինքեր ցանկացած հարցի դեպքում ես միշտ սիրում եմ անտիկ աշխարհի մի վիճակը ուսումնասիրել, որտեվ խիստ հավատում եմ, որ բան չի փոխվում մարդկության մեջ, ինքեր։ Հա։ Ասենք շատ էլ որ էլեկտրամագնիսական դաշտի տեսություն ենք հորինել ու էլեկտրոնիկա ունենք, AI ենք սարքում եւ այլն, ինչ-որ տրանզիստորների շնորհիվ Այդ չի նշանակում, որ փոխվել ենք էլի։ Ճիշտ ես ասում։ Ասենք նայում ես այդ լեգենդար կերպարները եւ այլն, ասենք Հերկուլես, չգիտեմ, Աքիլես, Հայկը, Բելը եւ այլն, հա, Էզևի կերպարները կամ Գիլգամեշի բանը, Գիլգամեշը։ Ասենք Էզևի մարդիկ, այս պատմությունները սաղ, ինչ որ աստվածների հետ կռիվների մեջ են, ջոգում ես, ինչ որ Այնքան կան իրանք արա, այնքան է իրենց լեգասին խփեն, որ իրանք աստվածների հետ, արիշվերիչների մեջ են, հա, ինչ-որ միտեղ գցում են աստվածներին, միտեղ կրում են, միտեղ աստվածները, հա, ասենք Պոսեյդոնը եկավ բանդու փախարին ձեռից եւ այլն, ես քեզ սատկացնում Ջոմես, այդ էից խփած գալիս է, էլի, այդ է այդ ամենը լավ դրսևորումը, թե ինչ տիպի է մարդը սիրում այդ թեմաների մեջ մտնի։ Ու այդ ձևի լիքը պատմություններ կան, որ այդ աստվածները, որոնք որ դարել են աստվածներ, հա, թողնի հունական դիցաբանության մեջ, իրանք ժամանակին ինչ-որ մարդկային կերպարանք են ունեցել, մարդկային վիճակների մեջ են եղել, բայց դարել են աստվածներ։ Ու դարել են պաշտամունքի առարկա։ Իր արձանիկը մնացել է, ասենք հին Հունաստանում գցենք, որտեղ իմ ինֆորմացիայով հեթանոսությունը հին Հունաստանից է։ Դրանից առաջ Շումերիայում, Արատայում կամ Արարատում հեթանոսություն չի եղել, արևապաշտություն։ Ասենք այդ ձևի արձանիկներ են սարքել ու ասենք տենց սերնդեսերունդ պաշտել են, բայց հիմա ուր այդ արձանիկները բում չկա անգերես, մաքսիմում ինչ որ մեկը տենց Զևսի անունը տա մի թեթև ինչ որ հա, փոշոտ հետաքրքիր էմոցիաներ կա մոտը։ Լրիվ ճիշտ ես ասում, լրիվ Կամ ասենք կեսար բառը խոսք, էսի էլի մի հատ ուրիշ թեմա է գնում, բայց կեսարը ասենք կամ բան, Caesar, ասենք ինչ էր ընդ ցար, Կայսեր, հա, ասենք կեսարը հայերենով բացատրվում է որպես կես-ար, ասենք կես-ար, արն է արևն է, հա, հին հայերի աստվածը, yəni կիսա աստված, ճոգում ես, ու կեսարը իրականում ասենք հավասարա թագավոր, էլի, հա, պրակտիկորեն Այնա որ կեսար կամ թագավորը, կիսա աստված է կամ Աստծո որդի է։ Ճիշտ ես ասում։ Ասենք աստվածները ընդ բազմացել են, ինքը ծնվել է, ինքը թագավորն է, ինքը կարա ամեն ձև եղբայր ջան, ասենք թե։ Բայց մինչև այրուսները, ասենք, հա։ Բայց մինչև վերջերս, այսինքն մինչև վերջերս չէ, մինչև այսօր քաղաքականության մեջ մտած մարդիկ, այսինքն քաղաքական մոդելները դիրք ունեցող մարդիկ ովքեր որ կոնկրետ աշխարհի համար որոշումներ են, չէ, կայացնում։ Հա։ Մարդկանց համար իրանք կիսաստվածներ է, եղբայր։ Հա։ Մարդիկ, որ տես մարդկանց տեսնում են, չգիտեմ, կամ տեսնելը որն է, գիտեն, որ չեն էլ կարա տեսնեն, այդքան բարձր են իրանք, հասկանում ես դու։ Իրանց էշելոնները բանը ու մարդկանց մեջ արդեն ձևավորվում է այն կարծիքը, որ իրանք 70,000 անգամ իրանցից բարձր են։ Ոնց որ իրանք ուրիշ մատերիալից լինեն։ Նմանատիպ զգացում կա, հա։ Դու որս ես տենում ես, ասում ես սրանք մարդ են, թե չգիտեմ, կաուչուկից են, չէ՞ ջոգում ինչից են, էլի հասկանում ես, հա։ 90 տարեկանում խոսքի ինձ բոդրի է ինք խոսում, օրինակ, Թրամփը։ Մտածում ես սրա մեջ ինչ է գործում։ Ոնց կարա խոսքի։ Բոտերը ամպոտ է, չէ՞։ Ու մարդիկ արդեն всё հակվում են այդ թեմաներին, ասում են ախպեր, ուրեմն գերբնական է այս մարդը, օրինակ, հա։ Ու ես էլ մի հատ միտք ծագեց գլխում ես, որ ասես մի հատ բան եմ նկատել, ճիշտ է, իմ նկատածն է, որ այն մարդիկ, որոնք որ հավատում են սենց
հիպոթետիկ ասված Աստծո գոյությանը որպես կրոն, ես խոնարհվում եմ բոլորի առաջ, բնական է, ամեն մեկի ընտրությունն է դա հավատալ այն ամենին, ինչին որ մարդ հավատում է ու իրան դա լավ է, բայց ես նկատել եմ, որ սենց մի հատ օրինաչափություն եմ նկատել, այսպես ասած, այն մարդիկ, որոնք որ օրինակ կհավատան կրոնին, բան եւ այլն, որ նկատածել են, որ այդ մարդիկ ավելի շատ են ձգտում փառքին, փողին, որովհետեւ այդ մարդիկ ոնց ասեմ, ինչ որ Աստծո մոդել ունեն իրանց մեջ, ու իրանք էլ են փորձում ոնց որ ձգտում ունենան, փողին ձգտեն, որովհետեւ փողը կբերի փառքի, անվան, գոնե ինչ որ չնչին չափով, իրանք համար կաստվածանան այս կյանքում, հասկանում ես ինչի նկատի ունեմ։ Այսինքն, էդի ոնց որ ճամփեն լինի, որով որ իրանք կմոտենան մի քիչ Աստծուն, երբ որ իրանք մի քիչ անուն ձեռք բերեն։ Ու էդի իրանք տալիս ասես գերբնական ուժ, որ իրանք ձգտեն դեպի փողին։ Իսկ այն մարդիկ, որոնք որ իրանք մեջ մերժել են, ասել են դե օրինակ չեմ հավատում կրոնին, բանին եւ այլն, փողի նկատմամբ զգացումը, փողի նկատմամբ ձգտումը դառնում է 0, որովհետեւ դու ըստեղ բացարձակ կորցնում ես ցանկությունը փառքին հասնելու, ինչի համար փառքի հասնեմ։ Այդ հարցը քեզ արդեն բերում է տուպիկի, ասում ես ընկեր, ես իմաստ չեմ տենում փառքին հասնելու։ Ուտեղ լրվում ես։ Ասում ես ինձ հերիք է այն, ինչը որ կա, կամ ինչը որ ինձ կհերիքի իմ, չգիտեմ, ազնային տարածք, մի հատ փոքր մեքենա աստեղից ընդեղ եւ այլն։ Համի ծառետակ պարկած եմ էլի։ Հա, էլի, սենց վիճակ։ Ու ես զբաղվեմ ինքս իզդով իմ անելիքներով, իմ սիրուն խոսքի գույնավոր կյանքով, էսով այնով, հասկանում ես։ Ավել բան ինձ պետք չի, որովհետեւ դու գիտես, որ այդ քո կյանքի գույներն են քեզ կապում քո Աստծուն, քո բնությանը։ Իսկ բնությունը քո ներսում է։ Իսկ այն մարդիկ, որոնք որ փնտրում են դրսում դա, իրանք նաեւ ուրիշ բաներ են փնտրում դրսում։ Օրինակ փող եւ փառք։ Այո, շատ լավ ես ասում ապա։ Ես օրինակը սենց եմ տեսել։ Լիքը ֆրոնտներ բացիր։ Արա ու գիտես ինչն է հետաքրքիր, որ ասենք ինչ-որ մատ գոլ ես դնում, ասում ես այդ համ հասնեմ ես այդ գոլին, որ ինձ փառք կբերի։ Հա։ Կամ ես երեխա վաղտ ասում էի, որ ես դառնալու եմ բոմբ ջութակահար, ասենք, ու դառնում ես ջութակահար։ Արա ինչ ալում ռեակցիան ընկեր է, ասենք այն մարդիկ ում մոտ որ ասել էր որ դու դառնալու ես ջութակահար, հա, ում ասենք դու հիշում ես այդ սաղ process-ի ընթացքում ասում ես չեմ կարա ես էսի թողեմ, հələ էդի մատ ուրիշ հարց է, արդյոք քո բնույթը այնա որ դու ջութակահար ես, կարող է ինչ-որ ճամփի կեսից դու ավելի լավ ես քեզ ճանաչում, ժողում ես չէ ինգեր ջութակի իմը չի, որ ավելի լավ է ես ավտո ծախելով զբաղվեմ։ Դու ասում ես ես դառնամ ջութակահար, ինգեր դառնում ես ու այդ մարդկանց ռեակցիան, ասենք ինչ ալնելու, մաքսիմում լինելու է ու մոլոդեց։ Ապրես։ Ճիշտ ես ասում։ Ապրես ապեր։ Ոլա լաբեր, լավ, մասար։ Լավ ջութակի։ Ասիրո հասար ախպեր, մոլոդես քեզի ախպեր։ Հետո։ Վատեք։ Ապե, այսքան նայես տեսես մտ բան կա, հետաքրքիր մոմենտ կա, որ պետք է զգուշ լինել։ Okay, ինչ-որ գոլեր դնում ես եւ այլն կյանքիդ ընթացքում, բայց պետք է զգուշ լինես, որ այդ գոլերը հանգարց չդառնաս այդ գոլերի գերին։ Ճիշտ ես ասում։ Որտեւ չգիտեմ ուրիշների մոտ ոնց, իմ մոտ զգացում է, որ ժամ առ ժամ ինգեր develop եմ լինում, ժամ առ ժամ ես մեծանում եմ, ժամ առ ժամ ես ավելի շատ եմ իշ ճանաչում։ Մարդկա իրան պետքա տարի, իրան պետքա որ ասի, այս տարում ես էս ինչ անեմ, որ էս ինչ լինի, որ ավելի լավ լինի։ Չէ, օրինակ իմ դեպքում ինչ ժամեր է պետք, օրեր է պետք, ասենք ես օրն եմ սիրում հասկանալ որպես ժամանակի միավոր։ Ու երբ որ աճում ես անընդհատ, դու սկսում ես հարցականի տակ դնել լիքը բաներ, հա։ Մարդկա կարող ասի փոփոխական է եւ այլն անկայուն է, չգիտեմ, sense-նես, բայց եթե դու հարցականի տակ չես դնում ամեն ինչ, կամ արի ասեմ լիքը բաներ, հա, իմ 95% բաներից, չես զարգանում, ընկեր։ Միանշանակ, ընկերս։ Ապրես։ Դու դնում ես հարցականի տակ, սկսում ես develop-ել, ասում ես, okay, արդյոք էսի ինձ պետքա թե չէ, կարող է ընդամենը ես այս գոլը դրել էի, որովհետև ես ուզում էի այս մարդուն բան անեի, զարմացնեի։ Ճիշտ ես ասում։ Ժողում ես ու շատ է լինում տենց, որ մտածում ես, ասում ես, արա, հա, խոսքի ասենք ինձ ինչի՞ սա պետք
չգիտեմ, դեղին Ferrari ինչի՞ սա պետք է ինքեր։ Մատել այդ հարցը քեզի տունգիր, դեղին Ferrari քո ինչին է պետք, արա դեղին Ferrari-ին ոնց է contribute անելու քեզ։ Եթե դու տղա ես, օքեյ, դու ինչ որ նանարներ ես բռնում այդ դեղին Ferrari-ով։ Եթե աղջիկ ես, ասենք ինչ պետք է բռնես, չգիտեմ, ոչի բան։ Այդ անգեր Ունայ այս парքի մոմենտն է, հա։ Դե կոմենտներում քրիտիկի ես ակնեցի ապեր։ Լայք, ես լայք քրիտիկները։ Ապա նայ այս թեմատից շատ ուժեղ ֆակտոր է կա, որ ես խիստ հավատում եմ, ու դե ասենք նորարարություն չեմ անում, լիքը փիլիսոփաներ կան, որ դրան հավատում են, որ այդ парքի success-ի եւ այլնի շատ մեծ կոմպոնենտ է։ Հակառակ սերի attraction ունենալը լավ պունկտ է սպասում գրավել էլի հա գրավչություն ասենք չգիտեմ օրինակ իմ համար մացած բնական հարց է գալի թե խի է տղամարդը ավելի հաջողակ խի ավելի շատ տղամարդ միլիոնատեր միլիարդատեր կա քան ավելի կին մարդկա կարող է ասի դե գիտես ինչ կա ժամանակին հավասար չէին սերերը եւ այլն կանայք չունեն այդ հնարավորություն միջև հիմա է չունեն եւ այլն Չգիտեմ, կարող է կա այդ խնդիրները, բայց ես չեմ տենում տես խնդիր, հա։ Բայց ըստ իս միտքը այն է, որ տղամարդը ձգտում է ունենա ամենալավ կնոջը, հա, ուզում է ունենա իր երազանքների կնոջը իր կողը։ Ու դրան հասնելու համար ու կինն է սիրում անգեր, սիրում է կոմֆորտ, սիրում է ապահովություն, սիրում է պայմաններ, այսինքն սիրում է դեղին Ferrari, սիրում է մեծ տուն, սիրում է պոպուշյունիկներ Սիրում է սիրուն շորիկներ Ով չի սիրում ինգեր Որ մի կինը չի սիրում Որ մի կինը ասում օքեյ ջանդամ չէ գնում եմ բանիս Գեղամիս հետ բանում ապրեմ Կով կթելը Հա Կլինեն այտենց կանայք էլ բայց Միլիարդից մեկ էլի ասենք հա Կամ էլ չգիտեմ կարող է հնարավորությունը չունի ուղղակի ասենք այդքան էգո չունի կամ այդքան self esteem չունի որ ասի գիտես ինչ կա չէ բան ես ավելի ինեմ արժանի sense ինչ որ bullshit լրիվ Ու ինձ թվում է հաջողակության եւ այլն այս թեմաների մեջ այսի շատ մատ ուժեղ մեծ հիմնակար է որ մարդիկ ձգտում են կոնկրետ տղամարդը ձգտում է ունենա մաքսիմում ապահովություն ֆինանսական եւ այլն որ ունենա իր երազանքների կյանք ճիշտ ես ասում ունենա մի հատ դեմք իր կողը որ առավոտը զարթնի այդ դեմքին տենա վայելի ասի ջանա ես ինչ լավ դեմք է իմ կողը կամ դե իհարկե մի հատ այն Պահն եկա парքի եւ այլնի, որ ասենք ուրիշները տենան ասեն, օ ես sense twin դեմք ունեմ իմ կողը, այդ մոմենտն եկա։ Ճիշտ ես ասում։ Որ ինձ թվում է մեծ մասը մնում է դրա տակ, հա, որ ջանդամ թե ասենք սա դեմքը պլաստիկ օպերացիա արաշի, բայց Զաթո սիրուն է նայում մախվերս։ Հա։ Այդ մոմենտն եկա։ Այդ էլա փիս բաներ, շատ լավ topic ես բացը, որովհետեւ նայ իբն է սկզբից եւ այդ տղամարդն է ինիցիատորը ոչ մեկ չի կարա հերքի որ այսինքն երկու բանի սերերի մեջ տղամարդն է որցը հա ու տղամարդն է ոնց որ ինիցիատորը trivial statement է տղամարդն է ոնց որ ոնց ասեմ քայլեր ձեռնարկողը առաջնային հա ինչքան էլ որ խոսքի լիքը կանայք դա կմերժեն Թող մերժեն, բայց կարծիքների տարբերություն կա, օքեյ։ Հիմա ըստ իս որ քանի որ իբն է այդպես է, տղամարդը ուզում է դիրք ստանա։ Ու այսօր հենց դրա մասին որ քայլում ենք, խոսում ենք, որ ամեն բան դա քիմիա է։ Ամեն բան դա քիմիա է, այսինքն մեր մեջ ամբողջովին ռեակցիաներ է կատարվում։ Ու կախված թե դու կյանքը ոնց ես ընկալում, այն պահին թե այդ պահին դու ինչ էմոցիոնալ վիճակում ես եւ այլը տարբեր քիմիաներ է կատարվում մեր մեջ ու կախված բայց նրանից թե քո մեջ ինչ գլավնի sense պունկտեր է դրած քիմիական պունկտեր որոնք որ դու ասում ես իմ մոտ sense է ու էսի քո մեջ առաջացնում է SSS ցանկությունները օրինակ հա դե էլ է տարբեր օրինակ հա ամեն տղամարդ չի օրինակ որ խոսքի կձգտի որ իր կողքը հենց էտա լինի sense կին կամ նենց կին չեմ մանում դա էլ է շատ տարբեր բայց մյուս կողմից այդ ձգտումը ոնց որ բնական քիմիական բան է որ մարդը օրինակ ասի եթե օրինակ ես ուզում եմ որ ընդհանրապես կին լինի իմ կողքը
բնականաբար ես պետքա ինչ-որ մի շեմը հատեմ վիճակի համակարգում, որ ես կարողանամ այսքան ապահովություն տամ։ Դու չես սպասի, որ տվյալ կինը գա քեզ ապահովի, դու գիտես, որ սկզբում պետք է դու ինքդ ապահովը լինես, ու որ գնաս արդեն առաջարկես։ Ու այսօր չկա տենց մի կին, ով քո հետ ծանոթանա չի ուզենա իմանա, թե դու ինչքան ապահովված ես։ Միանշանակ գոյություն չունի։ Ու դա արդեն ենթադրում է նա, որ յուրաքանչյուր կնոջ համար դա ցանկալի է, որ կողքի տղամարդը ինքը ապահոված կլինի։ Ու ինչքան ապահոված եղավ, այդքան բնականաբար քո ընտրությունը արդեն կլինի բազմազան երևի նաև էլի, հա, ասես կոպիտ է հնչում, բայց տենց է, կյանքը տենց է, հիմա չենք կարող հերքենք դա էլի, հա։ Էդ է կյանքը։ Ու այդտեղից էլ է գալիս այն փաստը, որ տղամարդը անընդհատ ուզում է ինքը ավելին, որովհետև այդ քիմիան մարդու մեջ հորմոնը ինքը ամենախորքային բազայում է դրած։ Էական չի մարդը ինչքան լուսավորված է, ինչքան հոգևոր է, ինչքան ինչ չի, նաղդի մարդը նաև ֆիզիկական մարմին է։ Ու այդ ֆիզիկական մարմինը իրանից ենթադրում է հորմոնային շարժ, ու այդ հորմոնները քեզի արդեն դնում են այլ եւ այլ քայլերի մեջ, որ դու ենթարկվելով այդ հորմոնների շարժին, անես այս քայլերը, որ գնաս ունենաս այն կյանքը, որը որ դու ուզում ես, ձգտում ես դրան։ Ահա։ Հիմա այդտեղից եկանք նաև որ ու դա իմ համար ահավոր դոմինանտող թեմա է, այսինքն տղամարդու մեջ այդ քիմիան շատ դոմինանտող է։ Ինքը ուզում է պարտադիր, որ ինքը ապահոված լինի, որ հետո հակառակ սեռի կողմից ձգտվի։ Շատ ժամանակ, որ ես տեսնում եմ այս կյանքը ուղակի կողքից, ես տեսնում եմ, որ այս կյանքը դրա մասին է ուղակի, ախպեր։ Դու դες չես նկատում։ Համաձայն եմ ապա, լրիվ։ Այս ինդուստրիալ կյանքը, ջիմերի կյանքը, չգիտեմ, կաֆեներում կյանքը, բան, այն որ հելնում ես դուրս, ուղակի դու շուրջ բոլորը տեսնայում, կամ գնում ես ճանապարհորդության, այն անգամ խոսացինք դրանից։ Դու տեսնում ես ախպեր, որ մարդիկ ուղակի էթում են իրար հետ, եթե զույգ են, էլի, էթում են իրար հետ քնում են, բազմանում են, դուշ են անում, ելնում են հաց են ուտում, էթում են էլի բազմանալու իրար։ Լրիվ դրա մասին է գալիս կյանքը, հասկանում ես դու։ Ու եթե մարդը մնում է այդ ստանդարտների վրա, իր համար կրիտերիաները լինում են դրանք, որ ինչքան ես ունենամ, որ ամենից շատ լինի, սենց է դառնում, էլի։ Հա։ Ոստի մի հատ քեզ հարց ունեմ օրինակի համար։ Դու ո՞նց ես կարծում։ Էլի գեշ խնդալու։ Շատ խնդալու, շատ խնդալու։ Բայց դու ո՞նց ես կարծում, օրինակ, հա, տես մարդիկ մնում են նաև այդ ստանդարտի վրա, հա, այս սանդղակի վրա։ Ու կարող է մի կյանք էլ այտենց մնան դրա վրա, էլի, հա։ Ու տենց մարդիկ շատ են օրինակ, ինձ շատ են հանդիպում, որ դու տեսնում ես, որ այդ մարդկանց մոտ այդ ամենակ աշխատում։ Օրինակ, որ դու դիտարկում ես ու տեսնում ես այդ ամեն ինչը սենց, էլի խիտ, քո համար դժվար չի լինում նմանատիպ միջավայրում չի ծանրանում կյանքդ։ Ոնց որ չբարթանա կյանքդ նման միջավայրում ապրել, որտեղ որ քո փիլիսոփայության կրողները շատ քիչ են կամ լրիվ այլ փիլիսոփայություն ունեն, էլի։ Ավելի նյութական փիլիսոփայություն ունեն, էլի, սենց ասած։ Հա։ Արի այդ հարցին պատասխանեմ մի հատ cringe բանով, quote-ով։ Ասում է աստղերին պետք են բան, darkness։ Հա։ Մթություն է պետք, որ աստղերը մթության մեջ փայլեն։ Ճիշտ ես ասում։ Այս թեմա էդ է, անգեր, ջոգմես, ոնց որ միջինը մարդը էդ է, որ ես ասենք մարդկանց ասում են, որ միջինը մարդը դեբիլ է, ասում են, օ, էդ ինչ ես ասում։ Միջին մարդը անգեր դեբիլ կենդանի է։ Հա։ Կենդանական ձգտումներով դրդված, կերս լինի, տակս չոր լինի, տակ լինի, բազմանամ, իմ նմաններին բանանամ, ունենամ, թե ասենք խի պետք է քո նմանները շատանան, չգիտես։ Հա։ Ախպեր թողելի շատանան, բայց մեջը նյութը լինի, մեջը նյութը լինի, որակը լինի մեջը, հա։ Հա, չգիտեմ։ Դեսի, հա, միջինում էտ է ու ինչ որ կան մարդիկ, հա, որ
պոետներ, չգիտեմ, փիլիսոփաներ, մարդիկ, ովքեր սիրում են ամեն ինչին ավելի խորը նայեն, սիրում են այդ կենթանուն հասկանան, սիրում են աստղերին հասկանան, սիրում են ծառին հասկանան, հա, ինչ իրանց շրջապատում է, ինչ իրանց երևակայությունը կարող է թույլ տա կամ իրանց աշկը տենում է։ Մարդիկ, ովքեր սիրում են դիտարկեն դրանք, էքսպերիմենտներ անեն հետը կամ փիլիսոփայեն, մտքեր արտահայտեն, ինչ-որ արգումենտներ բերեն դրա մասին։ Այդ մարդիկ դες փայլում են, ասենք, մեր համար, բայց եթե այդ միջին բազմացողի համար հարցնես, կասի ադե լավ ցնդաբանում ես, փիլիսոփայում ես, խես նստե փիլիսոփայում ես ընկեր։ Տեսած։ Արա ասենք, անեց ասում նստե փիլիսոփայում ես այդ բառը։ Ոնց որ ինքը մի իմաստուն բան անում։ Ոնց որ հա, էլի, ասենք ինքը նստում խորոված է լափում, ասենք վրա արախ գցելով, էդի ավելի իմաստալից է, քան փիլիսոփայություն արա։ Այն ձևի ասում այդ բառը, ասում ես, սորա ես ինչ եմ անում, ես սորա ես այն կերպար նվաստացնում, կենթանի ես սորա փիլիսոփայում եմ ընկեր արա։ Հելեմ արա նորմալ բան անեմ արա, այդ խոպան արա, այդ խոպան լապատկա գցեմ ախպեր, ես ինչ եմ անում արա։ Տղամարդը պետք է լապատկա գցի, ախպեր ես արա։ Պետք է գա ջանի, բրոտես։ Դուգում ես, այդ վիճակն է, ասենք ու այդ նորմալ է, ոնց որ իրանք իրանց ապրելակերպ ունեն ու դրանով ապրում են, եթե ոնց որ տենային, որ դու սիրուն ես ու հավատային, որ դու սիրուն ես, քո հոգին, հա, կձգտեին դրան լինելուն, բայց չեն հավատում իրանք, որ դա սիրուն է, հավատում են իրանք, որ իրանցն է սիրուն ընկեր։ Իրանք սիրում են նստեն, ախպեր, ուժեղ բաս խփի հարսանիքի ժամանակ, ես քեզ վարդեր բերեմ, այդի լսեն, ախպեր, ստերլեցը բերեն, տենեն, ասենք, ես իմում բանը կնիկը ինչ էր հակե այսօր, այն մյուսի բզին քանի կարատանոց ցեպեր, ու տենց ախպեր գնաց, իրան հետաքրքրում ախպեր։ Իսկ այն մյուս կատեգորիային, ասենք, այն քիչ տոկոսին հետաքրքիր չի հետաքրքրում, ինքեր ասում է դե ոսկի արծաթ երկուսն է հաղորդիչ մետաղ են ախպեր։ Երեխու են տենում ջութականը, այս ինչ է ծզմզում։ Չլվլացնեմ արա, չէ։ Մտահոլ նվագի արա։ Դրանով քեզ գորշ չկա, բերջան, Դերդ կլարնետ չունեն, որ դե ջութակ ես։ Վաղը արա, ես երեխուն տվեք կլարնետի արա։ Վաղ միսր պետք է հաց աշխատի ես երեխանից երը։ Արա լրիվ է։ Էդ անգեր արա, էդ ինչ արա։ Լրիվ է։ Էդ էլ եմ հասկանում, ջոգում ես, էդ էլ եմ հասկանում։ Ախպեր էլի հասկանանք էդ։ Բայց օքեյ, հա, էդի թոմնը այն կողմի վրա, բայց հա։ Հաց աշխատել էլի հասկանանք ընկեր։ Բայց էդի են բազան է։ Ուղղակի մարդը, երբ որ ընկնում է այդ գծի վրա, մնում է հաց աշխատելու վրա ախպեր։ Հաց աշխատող են։ Հա, ինքը, խոսքի ինքը դաժե հաց թուղ, պահանջում է հաց թուղ, անգլերենի իմացության։ Լրիվ, չէ։ Ու խոսքի ինքը դաժե հաց աշխատելու մեջ է թե էվոլյուցիայի ապրում ու բոմբում է, խոսքի արդեն տեղը տեղին հաց է աշխատում։ Արա ինքը էտապ չի փոխում։ Ինքը մնում է դրա վրա։ Ասում է ոչինչ, լավ է, թողելնի, ես սաղ օրը խորոված կուտեմ, փորն էլ հելնում է 2 մետր առաջ անգլերեն։ Շտեմարան փոր էլի Վարդան Պետրոսյանի ասած։ Մակարոն։ Հա։ Ձերվոտը մակարոն փորը շտեմարը։ Ասում է, արա լավն է Վարդան։ Հա, ասում է որ խոսքի հույներից ասում է։ Ասում է պարապած հսկա խոսքի գար։ Տեսներս հիմիկվաններին, չէ, վիճակներս, փորավորներին։ Արա չգիտեմ ընկերս։ Սարգիս, ինչ է քեզ պետք ոնց ես դիֆայնանում հաջողությունը, ոնց ես սահմանում հաջողակ լինելը։ Ինչա քեզ պետք որ ասես թույն ես ունեմ այս ամեն ինչը։ Մի բան նշում էիր, բայց բան արեցի։ Հա, չէ։ Միտքդ։ Ապեր հաջողությունը ինձ թվում է Իմ համար հաջողությունը էդի չափանշվում է նաև անհոգությամբ։ Իշքան անհոգա մարդ։ Անհոգությունն է ստեղծում է ծիծաղ։ Ծիծաղն է ստեղծում է երջանիկ պահ։ Այսինքն ես հաջողությունը տեսնում եմ որպես երջանկություն, ուրիշ կերպ դիֆայն չի լինում իմ մոտ։ Եթե անգամ դու ապրում ես մի քարանձավում, օրինակ եմ ասում։ Դու ապրում ես մի քարանձավում, մարդ էլ կա ապրում է 78-100 հատ ինչ-որ սենյակներ ունեցող բանում, տան մեջ, այդ մարդը, ով որ ապրում է այդքան տան մեջ, ինքը ունենում է նույնատիպ զգացումներ,
ինչ որ այն մարդը, որը ապրում է քարանձավում, տարբերություն չկա այդ երկու մարդկանց մեջ։ Այն մարդը, որը ունի լավ կուխնյա, ունի լավ տուալետ, ունի լավ էս, լավ են, ինքը նույնատիպ զգացումներ ունի, ինչ որ այն մարդը, որը ապրում է հա քարանձավում ապրողը ինչ որ չափով հա քարա գցելու էս անելու կարող է առողջություն այդքան մի եսի միշտ չլի սրանն էլ ոնց եսի միշտ չի այնքան է խորովածքերը լիարդ էլ չի աշխատում հա վերարտադրական համակարգին հա ասածս այն է որ մի մեծ տարբերություն չկա ունենալու մեջ եթե երկու մարդու դնենք մեկը ծովի ափին լինի լավ միջավայրում որտեղ որ ինքը անհոգ է ինքը ինքն է ոնց որ ինքը կա ու տենց այնքան կայֆ է իրան որ էլ ասելու չի 200 մետր ծովի խորանում ես այնտեղ յախտի վրա մի 5 հոգի պուզատիներ են նստած գարջ դեմքով ինչ որ նստած բան ինչ էական է յախտի վրա են նստած թեզ մարդիկ որ ծովի ափին են հա այդ համեմատության մեջ դու հասկանում ես որ այստեղ շահում են ու կրած են դուրս գալիս այն մարդիկ որոնք ոչ թե յախտի վրա են կամ ծովի ափին են եւ այլը այն մարդիկ որոնք որ այդ պայն անհոգ էին ու ծիծաղկոտ էին սենց է դառնում էլ ու դրա համար իմ համար ոնց որ հաջողությունը ինքը անհոգության հանգստության ու ծիծաղի լավ պահերի որ անհոգ ներսիցդ որ դու կարող ես ազատ լինես այդ այնց պահերի մեջ է հաջողությունը այդտենց պահերի ես ինքսից դաժե հիշացնում եմ ասում եմ շնորհակալ եմ որ սենց պահեր կա որ ես կարամ այսքան անհոգանամ այդ պահերի մեջ ես մեծանում եմ ախպեր մեծանում ի նկատի ունեմ մեծանում եմ ոչ թե հա ինչ որ ոնց որ խոսացինք աստված չեմ դառնում այլ մեծանում եմ ես զգում եմ թե ինչքան լիարժեք եմ ես այդ առումով եմ մեծանում այդ է իմ համար անկեղծ բանը հաջողությունը ու հաջողությունը իմ համար բացարձակ կախված չի ես ինչ ավտո կքշեմ հաջողությունը իմ համար բացարձակ կախված չի թե խոսքի ես կապրեմ 7 սենյականոց բանում տանը թե 3 սենյականոց ու օրինակ բայց կան բաներ որոնք որ մարդու կյանքի համար ինձ թվում է կարևոր են եթե դու եկել ես ինչ որ մի ֆինանսական շեմի կամ ապահովության շեմի որ կարաս ասես ես ուզում եմ 3 սենյականոց տանը ապրեմ որը կունենա բալկոն որը կլինի երկրորդ երրորդ թարկուն որ հեռուն նայեմ հելնեմ բալկոնս ազատ լինի լայն լինի նստեմ սուրճ խմեմ բասես բաներ այդ ամեն ինչը կարա գումարի քո անհոգությունը կարա քո պահերը լավ ստեղծի բայց եթե 3 սենյականոցը դարձնենք 8 սենյակ բան չի փոխվելու այո որ խոսքի կան չէ տենց այն ժամանակ MTV-ով տենց հաղորդումներ կային որ գնում էին այդ բան Հոլիվուդի աստղերի տուն рэպերների տուն որ խոսքի դրանց վիլլաներն է ստենում չգիտեմ 8 ընտանիք կարա մտնի այնտեղ այնց ապրի որ 8 ընտանիք իրար դաժե ոչ էլ կհանդիպեն այդ տիպի մեծ է էլի հա այնտեղ խոսքի բասկետբոլի դաշտը այնտեղ թենիսի կորտը այնտեղ բան ասես տենում ես ասում ես ախպեր ես ինչ է ես օրինակ չեմ կարա իմ հոգին այդտեղ կսառի որովհետև այդ մեծության մեջ ես տաքություն չեմ զգում նույնն էլ ճոխ ավտոների մեջ ես տաքություն չեմ իմ համար օրինակ ավտոն ավտո է ինքը լինի սարքին որ դու նստես վստահ լինես որ ըստեղից կքշես 1500-7000 կիլոմետր կամ հեռու ինքը քեզի ճամփին չի թողի այդքան բան իմ համար մեքենան դա է օրինակ հա ու այդ ամեն ինչը ոնց որ քեզի կարա տա պունկտեր որ դու ասես տես ախպերս հա կայֆ է հաջող է կամ խոսքի մի հատ ինչ-որ Volkswagen բաներից բուսիկներից լի նստես գնաս մեջն էլ կարենաս քնես օրինակ հա ինչ-որ հա այսինքն այն ամեն ինչը ինչը որ կարա ստեղծի փոքր հնարավորություններ որ դու այդ փոքր հնարավորությունները վերցնես օգտագործես դեպի քեզ որոնցից լավ պահեր գողանաս կյանքից կայֆ ախպեր արա այդքանն է իմ համար հաջողությունը իսկ այդ դրան հասնելու համար Ես մա կյանքում հարկավոր է ամիսը մի ինչքան 4-5 հազար եվրո փող օքեյ մաքսիմում մի 10 գցի էլի հա մաքսիմում 10,000 եթե մարդը կարողանա գա հասնի ինչ որ ստաբիլության այդ առումով կասի կայֆ ընկեր բայց այն յուրաքանչյուր մարդը որ ասի ախպեր ես 10-ով գոհանում եմ մնացած մարդիկ էլ իրանց կյանքի որակը
կբարձրացնեն, որովհետև եթե ես, դու, մյուսը ասեն ախպեր, ասենք իմ մաքսիմում 10-ն է, ինձ ավել բան պետք չի լավելնելու համար կամ հաջողակ ինձ զգալու համար, այն մյուս մարդիկ էլ դրա հաշվին իրանց աշխատավարձը, իրանց եկամուտներն էլ կբարձրանա, որովհետև այն մարդիկ, որոնք որ այսքան շատ ունեն, այդ մարդիկ աշխարհի ամբողջ ռեսուրսը պահում են իրանց գրպանում, փրթիկներ են տալիս մնացածին, դե ասում են կայֆավա տեղ եք ախպեր։ Ու մարդիկ գոհ չեն գոհանում, սենց է։ Մարդը երբեք գոհացող չի։ Ինքը միշտ ձգտում է ավելին, ու հենց դրանում նա կայանում ինձ թվում է այս քաոսը, որ այստեղ չի գալիս խաղաղություն, չի գալիս հանգստություն, որ չգիտեմ, ամեն ինչ նյութի վրա անընդհատ ասում է մարդ, էլի եմ ուզում։ Ու շատ քչաթիվ մարդիկ են, որ ասում են, եղբայր, այսքան ինձ հերիք է, որ ես լավ ելնեմ։ Շատ քչաթիվ։ Լրիվ համաձայն եմ, ինչ ասում ես, մի հատ sense բան էի մտածում, գիտես, նայ, բայց ոնց որ ուզում եմ ջոգեմ, թե ինչ դեպք կարա լինի առողջ, որի դեպքում դու կուզես ավելին։ Ոնց որ այն ինչ որ նկարագրեցիր, ֆանտաստիկ է։ Ասենք քո նկարագրածը ես իմ մեջ պրոյեկտեցի մի բառով խաղաղություն։ Հա։ Ուզում ես ներքին խաղաղություն լինի, ախպեր։ Որ ասենք հելնում կենացների ժամանակ ասում են խաղաղություն չեն ջոգում ինչա, ասենք ես ինչքան ջոգել եմ այս կյանքում կրոններից, հա, սա կրոնների հիմքում մի բան կա մեծ ընդհանուր, այդ խաղաղությունն է։ Սա կրոնները ուզում են որ դու ներքին խաղաղության հասնես։ Պատարակի ժամանակ ասում է խաղաղություն ամենեցուն, խաղաղություն բոլորին։ Էդի լսել են մի տեից ասենք կենացի ժամանակ ելնում ասում են խաղաղություն լինի, հետո դեբիլի նման ասում են սահմաններ եւ այլն, չեն ջոգում խաղաղություն ինչի մասն է խոսք են գեր։ Ճիշտ ես ասում։ Բայց հետ գալով բուն թեմային, ոնց որ խաղաղություն լինի, այո, խիստ հավատում եմ, որ էդ է գոլը ու կիսում եմ կարծիքը տեսանկյունը։ Բայց նայ, մտածում էի թե ասենք որ դեպքում դու կուզես առողջ կուզես ավելին հասնել։ Ու sense մեծ սցենար է մոտս գծվում, այդ այնա որ ասենք մենք որպես քաղաքացիներ, հա, ինչ որ երկրների կախված ենք այդ երկրի ռեժիմներից, որոնք որ ժամանակ առ ժամանակ փոխվում են։ Ասենք չգիտեմ, սովետում ապրող մարդը ինչ իմանար, որ սովետը փլոզվելու է, փողերը փոխվի, հա, ու տես պատմություններ եկա, որ փողերը փոխվում է, մարդը գժվում է, որտեվ լիքը փող ուներ, դրանք զրոյանում է։ Հա, ոնց որ Instagram-ի 7 միլիոնանոց բաբա, Instagram-ը հոդը բլոկ է։ Այո, գզվես տեղում էլի։ Գողում ես, հա։ Ասենք ինձ թվում է, այս ձևի սցենարների դեպքում մենակ կարա արդարացված լինի ամսական 5-10 հազարից ավելի ցանկությունը, որ դու ասես, օքեյ, ես ապրում եմ ինչ-որ մի հատ երկրում, force majeure-ին նկատում ես, հասկացա։ Որ ես թքած ունենամ այս երկրի սիստեմի իշխանությունների վրա, որտեվ չգիտեմ, վաղը կարող է ինչ-որ ընտրություններ ա լինում, ինչ-որ մի հատ ուժ ա գալի, որի տակ ես չեմ ուզում ապրեմ, ինչ-որ օրենքներ ա դնում, ես ուզում եմ անկախ լինեմ, ուզում եմ այնքան լինեմ, որ գնամ մի հատ կղզի առնամ, խոսքի այդ կղզու վրա ապրեմ, չնայած էլի այդ կղզին է որ առնես ինչ-որ պետության տակ ալնելու, ինչ-որ օրենքների տակ ես ալնելու։ Այդ օրենքի բիրտ ուժը ամենտեղ հասնելու է ու ճզմի, էլի, Աբուլալա Մահարից, Քոթարեցի, բայց տես միակ ռացիոնալ ու մաքուր տրամաբանությունը կարա լինի էս։ Բայց չնայած էլի այդտեղ լուծում էլի չկա։ Դու ինչ է անես, օքեյ, փող ես կուտակի, ասենք տարբեր, չգիտեմ, ասենք կա Ամերիկա ու Չինաստան, դու Ամերիկայում ու Չինաստանում երկու տեղում ունես ներդրումներ։ Հա։ Մեկը վարի գնաց, այնպես էլ լավացավ, դու արդյունքում ստաբիլ մնացիր եւ այլն, ասես բալանսը պայր էլի, քիչ թե շատ։ Բայց արդյունքում ասենք այդ ապահովությունը չունես, այդ ապահովությունը էլի չի գալու, էլի մեկը դու ռեժիմի տակ ես լինելու, մեկը սիստեմի տակ ես լինելու, եթե ասենք չգիտեմ, պարսիկ ես, որը որ Ամերիկայում է, կարող է Թրամփը քեզի դեպորտ անի ինգեր։
կամ որ ասենք, չգիտեմ, գերմանացի չես, Գերմանիայում ես, ինչ որ նացիստական ուժեր են գալի, քեզի դեպորտեն անում։ Հա, օրինակ։ Գնաց, կյանքդ փոխվավ։ Հիմա դա ֆորս մաժորային իրավիճակ եղավ։ Արդյոք դու ունես բավականի չափ գումարը, որ քեզի ապահովի։ Ճիշտ ես ասում։ Հիմա սենց նայեմ ես ախպեր։ Իմ կարծիքով կյանքում երբեք ապահով չես։ Երբեք։ Ու ըստ իս ասենց գոյություն ունի 3 հատ լինիաներ։ Այն լինիան, որը որ ինքը աշխատում է, այն լինիան, որը որ աշխատում է կոնկրետ այս ժամից այս ժամը, ինքը ու մտածա իր գործի մեջ, լրիվ էներգիան ինքը վատնում է այդ գործի մեջ, մեկ ինքն է ահավոր կարճած համակարգից։ Մեկ էլ այն մարդն է կարճած ահավոր համակարգից, ով որ շատ ունի։ Որովհետև ինչքան դու շատ ունես, այդքան քո վրա հարձակումներն ավելի շատ են։ Ու քո կորցնելու հավանականությունը շատ ավելի շատ է։ Դա նշանակում է, որ քո միտքը, կորստի միտքը, քո միտքը այնքան է զբաղացնում, ինչքան որ այն 8 ժամ աշխատող մարդու միտքն է զբաղված։ Դրա համար այս երկու լինիաները ըստ իս իրանք այնքան մտազբաղ են, որ իրանց օբշի էներգիան տրվում է այն մեկինը, որ կարողությունը չկորցնի, իսկ այն մեկինը ոնց հասցնի։ Երկուսն էլ մեկը ապահով չեն։ Իսկ այն մեջտեղի լինիան, որը որ ինքը այդքան չի երևում, ինքը կարողանում է գա այն մինիմալ пассив եկամուտներով, գումարով, էսովենով գա հասնի ինչ որ sense մինիմալ բազա իր համար ամսեկան, ասենք թե 7000 եվրոյի, ինքը համ չի երևում, համ կարողանում է իր այդ միջին ընկած լինիայով շատ չերևա ու իր վրա ռիսկերը, հարձակումները շատ չեն։ Ինքը կարողանում է դրանից վերցվածը վայելի, որովհետև ինքը դրա վրա մեծ աշխատանք դրել է այն ժամանակ, երբ որ ինքը 8 ժամյա գործ արել։ Հիմա եկել է անգելա ինքը միջին լինիայի վրա, ինքը մի քիչ ավելի ազատություն ունի, չերես իր ներդրումներ, սերեներ, ու ինքը կարող է իրան ավելի շատ թույլ տա, ավելի շատ ապրի։ Որովհետև ըստեղ ունենալ չունենալը խնդիր չի, ըստեղ ապրելու ինտենսիվությունն է թեման։ Մարդը ինչքան կարողացավ ինտենսիվ ապրի կյանքից ավելի շատ կորզի, ինքը այդքան շատ է իր հետ տանելու։ Ի նկատի ունեմ իր հետ ոչ թե տանելու է մարմին կամ կարողություն բան, իր հետ տանելու է այդ կյանքից կորզածը էլի։ Դա համաձայն չեմ գիտես։ Դավայ։ Իսկ թվում է դա չի տանելու։ Հա։ Այս meditation-ի մեջ Մարկոս Աուրելիոսի արամա թե հետաքրքիր հարցա բարձրացնում, ասում է գցենք թե դու 5 տարի ավել ժամանակ ունենայիր ապրելու։ Հա։ Ինչը կլներ կյանքի, ասենք ինչ կփոխվեր քո կյանքում։ Ասենք ըստ քեզ մարդը որ ապրել է, չգիտեմ, 10 տարի ու մարդը որ ապրել է 80 տարի։ Ինչն է նրանց տարբերությունը։ Մեր մոտ sense զգացում կա թե այն մեկը ավելի շատ ինչ որ հնարավորություն կյանքը ապրե, sense հա 80 տարեկանը ավելի կյանք տեսած է եւ այլն, քան 10 տարեկանը։ Հա։ Արա բայց որ նայում ես ինգեր չէ։ Ասենք կարող է 80 տարեկանը շատ հայկական ասածված կը շորեր է մաշե, հա։ Հա։ Ու շատ պատմություններ ունի։ Հա։ Բայց մեռավ գնաց այդ պատմությունները էլի փոշի անալու 2-3 սերունդ հետո 0 անալու, ոչ մեկ իր պատմությունները չի իմանալու։ Նույնը 10 տարեկանի մոտ է լինելու։ Հա, ասենք ինչն է իրանց ապրածի տարբերությունը, ճոգում ես։ Ինձ թվում է այդ չէ ստանում, էլի։ Դա ոչ ես գիտեմ, ոչ դու, ոչ էլ որևէ մեկը ինձ թվում է, դա մենակ անգամ չգիտի, որովհետև ոնց ասեմ, երբ որ այն մարդը, որը որ մահանում գնում է, ինքը էլ ոչ հիշողություն, ոչինչ չունի։ Այո։ Ինքը երևի թե մենակ հոգի ունի, երևի թե։ Սրանում ես կարամ վստահ լինեմ, բայց երբ որ ես էսի քեզ ասեմ, դու կարաս դրան չհավատաս, որովհետև ես կոնկրետ փաստ չունեմ, որ ասեմ, էդի կա։ Այո։ Ես իմ ոնց որ իմ mindset-ն է դա, որ ես այդ հիմքի վրա եմ ապրում, այդ փիլիսոփայությամբ եմ ապրում, որ գոյություն ունի հոգի, ու ես այստեղ ապրում եմ իմ հոգին մաքրելու, մաքրազերծելու, լավացնելու, ու նորից այդ ոնց ասեմ, այդ էներգիան, մի պուտ էներգիան, որը նստել է իմ մարմնի մեջ, վերջում վերադարձնելու տիեզերքին։ Այ թե ես դա ոնց կվերադարձնեմ տիեզերքին։ Դա ինձ թվում է կախված է ստեղի մեր ընթացքից։
թե մենք ոնց ենք ապրում, ինչ դիտարկումներով, ինչ անալիզներով ու ինչ լուծումներով։ Ու երբ որ մենք օրինակ աշխատում ենք մեր վրա կամ մենք փորձում ենք ինքնաճանաչվենք, փաստացիորեն մենք գնում ենք այն ուղղությամբ, որ մաքրենք մեր հոգիները։ Ես այդպես եմ կարծում, բայց դա թեզ չի, որը որ կարողանամ ասեմ վստահ այդպես է ու վсё, էլի հասկանում։ Այսինքն միտքը այն է, որ ըստ քեզ համամարտկային կյանքի նպատակը այդ էներգիան ավելի մաքրազերծել ու համընդհանուր էներգիան ավելի մաքուր դարձնելն է։ Եթե սենց բան ինչ որ պատկեր ներկայացնեմ, իմ համար էս գլոբուսը ինքը մի ֆիլտր է, որ կեղտոտ ջուրը մտնում է մեջը ու մաքուր հելնում է։ Բայց ֆիլտրը ինքը կարա միտեղ փուստ տա, որ կեղտոտ ջուրը մտնի, մի քիչ կեղտ դուրս գա ու սենց բաներ, կախված հենց նրանից, թե մարդը ոնց է ստեղ ապրում, ինքը կարողանում է հասցնի մի քիչ իր հոգին մաքրագործի։ Եթե մարդը այդ փիլիսոփայությամբ է ապրում, ինքը այս ժամանակը, որը որ տրված է մեզ, ինձ տրված է այսքան տարի, մյուսին տրված է այնքան տարի։ Ինքը սմախբեր, ես գերադասում եմ ստեղ իմ ֆիզիկական կյանքում, ֆիզիկական աշխարհում փողին հասնեմ։ Ինձ ուրիշ բան հետաքրքիր չի։ Ինքը դնում ասում է փող։ Հիմա ինքը ինչքանով է իր հոգին դրանով մաքրագործում, ես չէ որ պետք է ասեմ։ Բայց ին վրա երբ որ ես պրոյեկտվեմ, իմ համար ֆիքսացիան այնա, որ ես ուզում եմ իմ հոգին մաքրագործեմ։ Դրա համար ես փորձում եմ իմ կյանքը, իմ ժամանակը ինչքան հնարավոր է ուղղորդեմ դրա վրա, որ իմ ապրածով, իմ արածներով, իմ օրվա կարգացուցակով ամեն ինչ անեմ, որ իմ լավ վերսիան ստանամ։ Այսինքն ըստ այդ մտքի իծն է կամ by default հոգին կեղտոտ է լինում։ Հա, այսինքն ու քո գոլը այդ կեղտոտ հոգին մաքրելն է։ Չէ կեղտոտվում է ու դու պիտի փորձես թե մաքուր հոգի է տրվում, պիտի մաքուր պահես։ Թեզեր կան, թեզերը ո՞րն է, ասենց հիպոթետիկ էլի, որ կախված նրանից, թե դու ինչ հոգի, ինչ էներգիայի կտոր ես ստանում քո մեջ, դու այդ էներգիայի կտորի վրա ես աշխատում։ Օրինակ գուրուների պատմություններ կան, որոնք որ փաստացիորեն ոնց որ իրանք ստանում են արդեն մաքրեցված հոգիներ, ու այդ մաքրամաքուր հոգիները երբ որ նստում են փոքր երեխայի մեջ, այդ երեխան արդեն ժամանակի ընթացքում իր մեջ էլ ավելի է մաքրվում ու ինքը կոնկրետ կապ է հաստատում վերին ուժերի հետ։ Այսինքն ինքը այնքան մաքրագործված է լինում, որ իր մոտ արդեն պարզ է լինում կյանքի իմաստը, կյանքի ուժերը, դիեզերքը, էն։ Ու մարդիկ էլ կան, որոնք որ ստանում են այն էներգիաներ, ամեն մարդ ինքը իր մեջ է ոնց որ զգում։ Ու թեման կայանում է նաև նրանում, որ ինձ հանդիպած շատ քիչ մարդիկ են օրինակ գալիս նմանատիպ գիտակցության կամ գալիս նմանատիպ թեզի, որ հա կյանքը սրա մասին է։ Ու դա էլ ինձի հուշում է, որ ես չգիտեմ, ամեն մարդ ինչ էներգիա է ինքը ստանում, էլի։ Դա մի գիտակցություն է, որը որ այդ էներգիայի հետ է գալիս, էլի։ Իմ միսիա է, էլի կարծում եմ, չգիտեմ։ Բայց հետարքիր բան է։ Դա ինչքան ուսումնասիրում ես, այդքան ավելի շատ կյանքի իմաստ ես դրա մեջ գտնում, էլի։ Հա։ Ու դες օրինակ քրիստոնեությունը ինձ թվում է այդ մտքին չի հակասում։ Ճիշտ ես ասում։ Նույնիսկ ոնց որ համընդհանուր միտքը 100%։ Ճիշտ ես ասում։ Համաձայն եմ քո հետ։ Քրիստոնեության մեջ կա այնքան անաղարտ ու սիրուն մտքեր, որ ուղղակի ամեն ինչ պետք չի ուղղակիորեն հասկանալ։ Թեման էսա։ Всё։ Այսքանով ավարտենք այսօրվա մեր էպիզոդը։ Հաճելի ստացվեց, մինչ հաջորդ անգամ։